պետք է արձանագրեմ հետևյալը, որ իհարկե մինչև նոյեմբերի ցուցանիշների հրապարակում մենք արդեն որոշակի վստահություն ունեինք, որ տնտեսական աճը 6%-ից քիչ չի լինի, համենայն դեպս այսօրվա մեր ըմբռնում այդպիսին է, չնայած գործընկերներ կան, որ ասում են, որ ավելին է լինելու, բայց նաև ուզում եմ արձանագրել, որ մենք նոյեմբերի արդյունքներով աշխատատեղերի գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ ունենք եւ 2025 թվականի նոյեմբերին ունենք 814818 գրանցված եւ աշխատավարձով ապահովված աշխատատեղ, որը 2017 թվականի նոյեմբերի համեմատ ավել է 275465-ով, այսինքն 50%-ով աճել են աշխատատեղերը, ես ինչի եմ 2017 թվականի նոյեմբերի հետ համեմատում, որովհետև հեղափոխությանը նախորդած, այսինքն առաջի նոյեմբերի հետ եմ համեմատում, եւ կարևոր է նաև, որ աշխատատեղերը աճել են նաև 2024 թվականի նոյեմբերի համեմատ 31986-ով կամ 4%-ով։ Հետաքրքիր են նաև միջին աշխատավարձի ցուցանիշները, 2025 թվականին միջին աշխատավարձը կազմել է 327155 դրամ, որը 2017 թվականի նոյեմբերի համեմատ ավել է 158421-ով կամ 93%-ով։ Այսինքն 2017 թվականի նոյեմբերի համեմատ չի կրկնապատկվել, բայց շատ մոտ է, 93%-ը արդեն էականորեն մոտ է, իհարկե այս ընթացքում նաև գնաճ ա եղել, հասկանալիորեն, բայց գնաճի ոչ մի ցուցանիշ չի կարող համեմատվել ինչերը։ Հա, եկամտային հարկն էլ իջել է, դա էլ է պետք արձանագրել, աշխատավարձերը աճել են նաև 2024 թվականի նոյեմբերի համեմատ 16000 դրամով կամ 5.1%-ով, նաև այս կարևոր է ինչու, որովհետև հիմա նույն տարեկան գնաճը ըստ վիճակագրության կոմիտեի 3.3% է եւ այսինքն աշխատավարձը նախորդ տարվա նոյեմբերի համեմատ աճել է 5%-ով, ավելի է աճել։ Իհարկե, ելի ցուցանիշներ կարելի է հիշել, պիտի ամենակարևոր ցուցանիշը թերևս այն է, որ 2018 թվականի ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո Հայաստանի համախառն ներքին արդյունքը աճել է 50%-ով։ Այսինքն մենք մեր տնտեսությունը հեղափոխությունից հետո 50%-ով, սա իրական աճի մասին է խոսքը, 50%-ով իրական աճ է ունեցել եւ նաեւ այս տարվա աճի ցուցանիշները շատ կարեւոր են, մենք ըստ էության նաեւ 2025 թվականի պետական բյուջեի եկամտային մասն ենք ըստ էության վստահ ենք, որ կատարում ենք եւ սա նույնպես կարեւոր արդյունք է, իհարկե սա ընդհանուր շնորհակալություն եմ հայտնում Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված իրենց հարկերը վճարող քաղաքացիներին, բայց եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել կառավարության բոլոր անդամներին, որովհետեւ եւ մեր գործադիր իշխանության, այդ թվում օրենսդիր իշխանության բոլոր հնարավոր տեղական ինքնակառավարման մարմինների, մեր գործընկերներին կատարված աշխատանքի համար, որովհետեւ այս թվերը այսբերգի երևացող կողմն են, իսկ այս թվերից ներքև աշխատանք է կատարվում եւ այդ աշխատանքը պետք է արժանանա գնահատանքի եւ ելի եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ 2017 թվականի պետական բյուջեի եկամտային մասի համեմատ 2025 թվականի պետական բյուջեի եկամտային մասը 130%-ով ավելացել է։ Այսինքն մենք 2025 թվականին կատարել ենք 2017 թվականի բյուջեն, պլյուս մի հատ էլ այդ նույն ամբողջ տարվա պետական բյուջեից, մի հատ էլ պլյուս դրա 30%։ Եվ սա աշխատանք է, որը կատարվել է գետնի վրա, ընդ որում այն միջավայրում եւ այն պայմաններում, ինչի միջով մենք անցել ենք, բայց դա էլ է պետք է վերջո գնահատել, որովհետեւ այդ ամեն ինչի միջով անցել ենք եւ մենք հասել ենք միտեղ, որը պետքա գնահատվի որպես լավ եւ հեռանկարային, որովհետեւ ես կարծում եմ, որ մենք իսկապես մեր պետության
հարատևության օրակարգը, որը մենք 2018 թվականին որդեգրել ենք, հիմա արդեն ոչ միայն երազանք է կամ տեսլական, հիմա դա գործնական իրականություն է, որով մենք ամեն օր զբաղվում ենք եւ պետք է շարունակենք զբաղվել։ Հաջորդ արձանագրումը այս ամեն ինչից զատ հետեւյալն է. մեր տնտեսությունը 50% փոխված տնտեսությունը ըստ էության նշանակում է ամբողջովին եւ բոլորովին նոր տնտեսություն։ Բոլորովին նոր տնտեսությանը պետքա բոլորովին նոր մոտեցում եւ այս ամեն ինչը նաեւ հետեւյալն է նշանակում։ Երբ որ ասում ենք, որ Հայաստանի 2025 թվականի պետական բյուջեի եկամուտը մի հատ էլ պլյուս այդպիսի բյուջե է պլյուս 30%, այդ նշանակում է պետական կառավարման համակարգը կրկնակիից 30% ավել աշխատում է։ Ուրիշ տարբերակ չի կարող լինել։ Լավ, թող կրկնակիից 30% ավել չլինի, թող ինչ որ մի ուրիշ տոկոս ավել, բայց էականորեն ավել աշխատում, որովհետև եթե մենք նայենք օրինակ նույն քաղաքաշինության կոմիտեն, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունները, մեր ԿԳՄՍ բոլոր նախարարությունները, նայենք 2017 թվին քանի միլիարդ դրամի նախագիծ են իրականացրել, այսօր քանի միլիարդ դրամի նախագիծ են իրականացնում, որտեղ այդ նախագծի իրականացումը ինքնին արդեն աշխատանք է։ Այսինքն մի շիշը այստեղից այստեղ դնելը դա միավոր աշխատանք է։ 10 շիշ այստեղից այստեղ դնելը դա արդեն 10 միավոր աշխատանք է եւ հետեւաբար շատ կարեւոր է, որ մենք կայացրել ենք նաեւ որոշում պետական կառավարման համակարգում աշխատավարձների եւ վարձատրությունների համակարգի բարեփոխումների մի շատ կարևոր պիլոտային ծրագիր ենք սկսել եւ մենք այս ընդամենը պիլոտայինը հաջորդ մենք 1, 2, 3 կիսամյակ երևի կամ 2 կիսամյակ մի հատ կհասկանանք ինչն է լավ, ինչն է վատ եւ դա արդեն կդարձնենք ինստիտուցիոնալ համակարգ, որին կհաջորդի քաղաքացիական ծառայության համակարգի ամբողջական եւ ելի մանրամասն բարեփոխումը, հաջորդիվ մենք պետքա շարունակական իհարկե պետական գնումների համակարգին անդրադառնանք, որովհետեւ իմ ընկալմամբ սա ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ այդ տիեզերանավի օրինակն եմ բերում, որ երբ որ մի բարձրության ես գալիս, այն հրթիռները, որոնք հասցրել են այդ բարձրության, որ ինձ մեջ արդեն վառելիքը սպառվում, այդ հրթիռները անջատվում են եւ երկրորդ շարժիչն է միանում, երկրորդ աստիճանի շարժիչն է միանում, հիմա ես պատասխանատու եւ վստահ ասում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը հիմա գտնվում է այն բարձրության վրա, որ երկրորդ շարժիչը միանալու ժամանակն է, սա նշանակում է, որ պետական կառավարման համակարգը թե աշխատանքի գրավչության, թե աշխատանքի որակի, թե մասնագիտական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների շարունակական զարգացման առումով պետք է լիարժեք համապատասխանի այս տրամաբանությանը եւ մենք իսկապես այս կետը հասունացել է, տրամաբանությունը հասունացել է։